քեզ համար, քունդանիկի համար չես արել։ Դա շատ սխալ է, երբ որ մարդիկ մտնում են սոցիալական այդ ցանցերի մեջ եւ տարօրինակ ձևով թերթում են։ Գիտեք ինչ, ես նույնպես օգտվում եմ սոցիալական ցանցերից, բայց ես սոցիալական ցանցերը ոչ թե դարձնում եմ ինձ համար ինչ-որ զվարճության նյութ, այլ ինֆորմացիա խաղալու նյութ, ինֆորմացիա խաղել, զարգանալ, այն ինֆորմացիան, որն ինձ հաճելի է, եւ ես սրտանց այդ ինֆորմացիան ընդունում եմ, բայց մարդիկ կան ուղղակի տարօրինակ ձևով թերթում են, օրը անցնում է եւ իրենք ոչ մի բան չեն անում, ոչ մի բան չեն ստանում եւ ինստինկտյան իրենք կորցնում են իրենց կենսական էներգետիկան։ Երկրորդ ամենակարևոր բանը, որպեսզի դուք կարողանաք ձեր կենսական էներգետիկան, բիոէներգետիկան պահպանել, դա լիարժեք քունն է։ Գիտեք ինչ, սիրելիներս, կարողացեք այնպես դասավորել ձեր կենսական ժամանակը, որ դուք կարողանաք գիշերը նորմալ քնել։ Այդ 8 ժամը, որ մարդը քնում է, դա սխալ է, որ մարդը ասում է, գիշերը չքնենք, ցերեկը քնենք, կվերականգնվի մեր օրգանիզմը, չի վերականգնվի։ Գիշերվա քունը լրիվ վերականգնում է ձեր բիոէներգետիկ դաշտը, ձեր կենսական օրգանները նորից մաքրվում են, նորից իրենք մտնում են այնպիսի հունի մեջ, որ կարողանան նորմալ ձևով անցկացնել իրենց ցերեկային ժամանակը։ Իսկ եթե մարդը գիշերը չի քնում ու ինքը քնում է առավոտյան քունը, նույնիսկ մինչև երեկո քնեք, դուք չեք հանգստանա, դուք չեք ստանա այն էներգիան, ինչ որ մարդը ստանում է գիշերային նորմալ քնից։ Մարդը այնպես է ստեղծված, որ ինքը պետք է անպայման գիշերը քնի։ Գիտեք ինչ, լինում են մարդիկ, լինում են աշխատանքի բերումով, լինում են ինչ-որ ժամանակահատվածներ, որ մարդը ստիպված է չքնել, դա հասկանալի է, բայց երբ որ մարդը անընդհատ փորձում է գիշերը ուրիշ ձև անցկացնել, ընկերների հետ, խաղալով, երգելով եւ փորձում է, որ ինքը առավոտյան քնելով կվերականգնի իր էներգետիկան, չի վերականգնի։ Ինքը քանի գնա այնքան առողջական խնդիրներ կունենա, ինքը քանի գնա այդ քնից ոչ մի բան չի հասկանա, հիշողության հետ խնդիրներ կունենա, ներվային համակարգի հետ խնդիրներ կունենա, մարդը պետք է կարողանա ճիշտ վերաբերվի իր գիշերային քնի հետ։ Ավելի իշքան հնարավոր է պետք է իր կյանքի ռիթմը այնպես դասավորի, որ գիշերային քունը ինքը լիարժեք ստանա։ Չորրորդը, սիրելիներս, չորրորդ իրավիճակը, որ մարդուս խլում է իր կենսական էներգետիկան, դա կիսաթողած գործերն է։ Գիտեք ինչ, սիրելիներս, մարդիկ կարող են մտածմունքներ ունենալ, երազանքներ ունենալ, որոնք երկարատև կատարման համար են։ Այդ խոսքը այդ երկարատև մտքերի, պլանների, ծրագրերի համար չէ։ Մարդը պետք է իր պլաններն ունենա, իր երազանքները ունենա, իր նպատակները ունենա։ Բայց եթե կարճատև ինչ-որ գործունեություն կա, որ մարդը անընդհատ գցում է այսօր, վաղը, մյուս օրը, ատամները պետք է գնա ատամնաբուժի մոտ, ինքը չի գնում, այսօր, վաղը, ինչ որ պետք է գնա գիրք վերցնի, այսօր, վաղը, այս փաստաթուղթը պետք է գնա վերցնի, այսօր, վաղը, դրանք կիսատ գործողություններ են, որը խլում է մարդու էներգետիկան։ Ընդհանրապես, երբ որ մարդը երկարատև մտածմունքների վրա է իր էներգետիկան ծախսում, երկարատև մտածմունքների էներգիան ուղեղի մեջ անընդհատ չի խփում, որ դու սա կիսատ ես թողել, դու սա կիսատ ես թողել, բայց այն գործերը, որոնք որ մարդը պետք է հրաթափ կատարի, որն որ անհրաժեշտ է, պարտադիր է եւ ինքը չի անում, այդ հիշողության էկրանի վրա անընդհատ այդ կիսատ
Գործունեությունները սկսում են իրեն ազդանշան տալ, որ դու սա չես արել, դու սա չես արել եւ իր ուղեղը չի հանգստանում եւ ինքը նույնիսկ էներգիա չի ունենում, որ կարողանա իր էներգիան ուղղորդի այդ օրվա գործունեությանը։ Նույնիսկ նման մարդիկ իրենց կյանքից հաճույք չեն ստանում, որովհետեւ անընդհատ ուղեղի մեջ ընկած է իր կիսատ թողած գործունեությունը։ Միք եթե ինչ-որ բան պետք է կատարեք, գրեք, գրանցվեք, որ այսօրը արդեն պետք է հաճախեմ ատամնաբուժի, բժշկի, այս փաստաթղթի համար, երեխայի համար, մանկապարտեզ, դպրոց, անպայման գրեք, գրանցվեք, ժամանակը նշանակեք եւ գնացեք։ Միք թողեք նման գործողությունները օդի մեջ կախված։ Այդ կիսատ մտքերը չեն թողնա, որ դուք կենտրոնանաք այդ ժամանակվա հատվածի ձեր գործի վրա, կենտրոնանաք այն ուրախ իրավիճակի վրա, որը այդ ժամանակահատվածում ձեր կողքին է, ձեր մոտ է։ Եթե դուք չեք ուրախանա, որովհետև անընդհատ այդ կիսատ մտքերը ձեր մտքի մեջ է եւ ինքը ձեզանից խլում է ձեր էներգետիկան։ Հինգերորդը սիրելիներս, այն ինչ ձեզանից խլում է ձեր էներգետիկան, դա շտաբողականությունն է։ Եթե դու ուշադրություն դարձնեք, դուք որ անընդհատ ինչ-որտեղ ցանկանում եք արագ շտապ կատարել, դուք նույնիսկ զգում եք, որ վերելակը չի աշխատում, ավտոմեքենան չի, շարժիչը չի միանում, չի աշխատում, ճանապարհին անընդհատ արգելափակոցներ են, նորմալ ժամանակին տեղ չեք հասնում, ինչ բաներ դուք շտաբում եք, բայց ինչ իրավիճակներ չեն թողնում, որ դուք նույնիսկ այդ շտաբելու ընթացքում ձեր գործունեությունը կատարեք։ Գիտեք, ինձ սիրելիներս, երբ որ մարդը ամեն ինչ մտածված, հանգիստ կատարում է իր գործունեությունը, ինքը իր կատարած այդ աշխատանքից ավելի մեծ էներգիա է ստանում, ավելի մեծ հաճույք է ստանում։ Եթե դուք ինչ-որտեղ պետք է գնաք, մի քիչ շուտ ելեք եւ հանգիստ գնացեք, ձեր մտքերը հանգիստ, վայելելով այդ ճանապարհը, վայելելով այդ ընթացքը։ Մարդիկ կան, ովքեր որ անընդհատ գործունեությունը կատարում են վազքի մեջ, այդ մարդիկ չեն հանգստանում։ Այդ շտաբողականությունը իրենցից խլում է իրենց էներգիան։ Ես նույնիսկ տեսել եմ մարդկանց, ովքեր որ իմ կողքն նստած չեն կարողանում 5 րոպե նստել, հանգիստ նստել, հանգիստ զրուցել մարդու հետ։ Իրենք սովոր չեն, իրենք պետք է անպայման շարժվեն, շտապեն։ Դա շատ սխալ է։ Շտաբողականությունը խլում է ձեր էներգետիկան։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, նույնիսկ այսպիսի իրավիճակ կա, սկանդինավյան երկրներում մարդիկ ամեն ինչ կատարում են շատ հանգիստ, նույնիսկ իրենք խոսելուց են շատ հանգիստ խոսում, հանգիստ եւ իրենց այդ հանգիստ խոսելով մարդու վրա հանգստություն են բերում։ Բայց իրենց կատարած գործերը, այդ երկրների մարդկանց գործերը, նույնիսկ սովորական բանվորի աշխատանքը ինքը այդ դանդաղ կատարում է, ուրիշ տեղերի արագ կատարողները երբեք նման որակի աշխատանք չեն կատարում։ Իշքան հանգիստ մոտենաս գործին, հանգիստ մոտենաս կյանքին, այնքան դու եւ կյանքից հաճույք կստանաս, դու այդ ժամանակը, այդ ընթացքը, որի մեջ դու ես, դու կգնահատես եւ կուրախանաս, բայց երբ որ շտաբում ես, ոչ մի բանի ոչ հասնում ես, ոչ քու կատարած գործից ես հաճույք ստանում, ոչ էլ իրոք այդ կատարած գործը ինչ որակական հատկություններ ունի, անընդհատ heavy շտապ։ Սիրելիներս, կարողացեք կանգնել, հանգստանալ, ամեն գործին, ամեն գործունեությանը մտածեք հանդարտ, մտածված ձևով մոտեցեք։ Այդ շտաբողականությունը նույնպես խլում է ձեզանից ձեր կենսական էներգետիկան։ Շատ կետեր կան, բայց ես խոսեցի այս 5 ամենակարևոր կետերի մասին, որ երբ որ դուք այս 5 ամենակարևոր կետերը կարողանաք ձեր կյանքի միջից անել կամ ինչ ձևով քչացնել իրենց ներկայությունը ձեր կյանքի մեջ տոկոսային հարաբերություններով, դուք կզգաք, որ
կամած ձեր կենսական էներգետիկան կակտիվանա։ Ասկանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։